Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 22 մայիսի օրը 5 շաբթի, բարի երեկո։ Գավառ համայնքում ավարտական փուլում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվել են Գավառ քաղաքում և 11 բնակավայրերում։ Նորոգվել է շուրջ 3000 քառակուսի մետր տարածք։ Աշխատանքների պատվիրատուն համայնքապետարանն է։ Ճանապարհների փոսային նորոգման համար համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 24 միլիոն 600 հազար դրամ։ Աշխատանքները մեզ մոտ մեկնարկել են, եղանակային պայմանները, երբ արդեն ավելի բարենպաստ էին եւ թույլ էր տալիս եղանակը ասֆալտապատում իրականացնել, մենք միանգամից իրականացրել ենք։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ժամանակին հնարավորության սահմաններում իրականացվեն աշխատանքները, որի արդյունքում նաեւ մենք տեսանելի ենք դարձնում այդ պատվաստներով երթևեկող վարորդների համար այդ խնդիրները լուծելու կարեւորությունը։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը թանգարանների միջազգային օրն ու թանգարանային գիշերը տոնեց Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների հետ գործակցությամբ։ Այցելուները ծանոթացել են խեցեգործության պատմությանը և հայկական ազգային երաժշտության ակունքներին։ Թանգարանների գիշերի և թանգարանների միջազգային օրվա շրջանակում ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև ոլորտով հետաքրքրված մարդիկ ևս մեկ անգամ անդրադառնում են թանգարանների դերին ու նշանակությանը ամեն վայրկյան տեխնոլոգիական փոփոխությունների ենթարկվող աշխարհում։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը վեր է հանում խեցեգործության պատմությունը և Գավառի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ ներկայացնում հնագույն այդ արհեստի տեխնոլոգիական զարգացումը։ Հնագույն կերամիկայի օրնամենտացիան կարելի է բաժանել հիմնական բնորոշ հատկանիշների՝ գծային, երիզային, ժապավենային և ուռուցիկ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված կավե ամանները կարելի է բաժանել 4 հիմնական տիպերի՝ թակույկներ, գավեր և կուլաներ, սկահակներ և գավաթներ։ Թանգարանում ցուցադրվող հնագույն և ժամանակակից խեցեղենը պատանի ստեղծագործողների համար լավագույն բնօրինակն է։ Ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են դրանք, փորձում են վերարտադրել։ Թանգարանների գիշերի նոր ցուցադրությունն էլ կազմված է հենց աշակերտների ձեռքի աշխատանքներից։ Նրանք ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև բացվել է ցուցադրություն, որը կմնա ևս մի քանի օր, կծանոթանան երեխաների կատարած ձեռքի աշխատանքներին, գունավոր խեցեղենին, որը ինչպես գիտենք ունի հնագույն պատմություն։ Մեր աշակերտները բազմաթիվ անգամներ այցելում են եւ օգտվում են տեղի նմուշներից, ավանդական խեցեգործության տեսակներից եւ դպրոցում էլ բոլոր տեսակներով աշխատում են, ծանոթ են եւ աշխատանքային 3 տեսակների հետ և նաև հետագա մշակման բոլոր փուլերը անցկացվում է դպրոցում։ Կավե իրերի ստեղծման ընթացքով հետաքրքրված այցելուները հնարավորություն են ունենում հետևելու պատանի կավագործների աշխատանքին։ Թանգարանային մթնոլորտը ոգեշնչող է, իսկ հազարամյա խեցեղենի կողքին իրենց ստեղծագործությունների ցուցադրությունը ոգևորիչ։ Այստեղ ծանոթացանք հնագույն կավից պատրաստված նմուշների, նրանք մեզ շատ ոգեշնչեցին և մենք այստեղ պատրաստեցինք մեր իրերը հայկական հնագույն տեխնիկայով, այդ տեխնիկան կավի գլանները իրար վրա դասավորելու և այնուհետև ձեռքով հարթեցնելուց է կազմված։ Երեխաները տեղում ցուցադրեցին խեցեգործության 2 տեսակ շրջանակներում կարողացանք այստեղ սեղանի դուրգի և ավանդական, այսպես ասած, լույրի ստեղծման տեսակով կատարվող աշխատանքներին։ Իհարկե դպրոցում նաև կատարում են էլեկտրական դուրգի վրա ստեղծվող տեխնիկայով։ Իսկ ահա Գավառի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները դառնում են թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառման գլխավոր դերակատարները, անդրադառնալով հայկական ազգային երաժշտության ու պարի ակունքներին։ Հայ երաժշտություն իմ ազգային հոգու կանչ խորագրով միջոցառմամբ դպրոցականները կարևորում են առհասարակ բոլոր ազգային արժեքների պահպանումն ու տարածումը։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը Թբիլիսիում կայացած Պարածանրամարտի աշխարհի գավաթի առաջնությունից վերադարձել է հաղթանակով։ Նրան մեծ ոգևորությամբ դիմավորել են մարզադպրոցի աշխատակազմն ու մարզիկի հարազատները։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում դիմավորում են պատանի պարածանրորդ Արտյոմ Մուխսյանին։ Մարզադպրոցի սանը Հայաստանի պարածանրամարտի հավաքականի կազմում մասնակցել է Թբիլիսիում կայացած Պարածանրամարտի աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը և 2 ոսկե մեդալ նվաճել։ Կոնկրետ այս մեղչաշարին ժամանակը եղել մի ամիս ու կես,
մի ամիսու կեսում հասցրինք լավ արդյունք ցուցաբերել։ Առաջի անգամն էր, որ երկրից դուրս եմ եկել, լավ արդյունքը վերադարձա։ Ես շատ համառ եմ, ես մինչև վերջ գնալու եմ, ուրախացնելու մեր համայնքին, պետությանը, մեր ազգին հայոց եւ իմ ծնողներին։ Պատանի ծանրորդը 3 մոտեցումների արդյունքում գրանցում է 66 կիլոգրամ լավագույն բարձրացրած քաշ եւ 3 մոտեցումների հանրագումար արդյունքում 184 կիլոգրամ բարձրացրած քաշ։ Արտյոմ Մուքսյանի եւ նրա մարզիչ Ժորա Հովանիսյանի համատեղ աշխատանքի հաջողությամբ հպարտ ու ոգևորված են ինչպես նրանց հարազատները, այնպես էլ Գավառի համայնքապետարանը։ Մեր ցենզության մեջ էի, 2 ոսկե մեդալ ստացավ, ներկայացրեց Հայաստանը։ Շնորհակալություններն եմ ուզում հայտնել մեր մարզադպրոցի տնօրեն Վանիկ Հովեյանից, անձնական մարզիչ Ժորա Հովանիսյանից, շնորհակալություն եմ հայտնում Գուրգեն Մարտիրոսյանից իր աջակցության համար։ Հպարտանում եմ իմ որդով, դեռ առջևում կան էլի մրցույթներ, որ պետք է մասնակցի, հիմա արդեն պատրաստվում է այդ մրցույթներին։ Շատ ուրախալ եմ, որ միջազգային մրցաշարերում մասնակցում են Գավառ համայնքի մարզիկները եւ նաեւ գովելի այն փաստը, որ այդ մրցաշարերում ունենում են հաջողություններ եւ Գավառ համայնքի անունը բարձր են պահում տվյալ բեմերում։ Մարզիկին փոխանցում եմ Գավառ համայնքի ղեկավարի շնորհավորանքները եւ բարեմաղթանքները։ Պատանի ծանրորդն այս հաղթանակով չի սահմանափակվում, շարունակում է մարզվել եւ կատարելագործվել մարզական հաջողությունները բազմապատկելու նպատակով։ Անահիտ Կարյան, Արփիկ Կակոյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։